մեր սիրելի հետևորդներ, մայրիկս ռուլետ է պատրաստել եւ ես վերջի պահին եկամ, որ պուդրան անեմ, պուդրան սախր հիմա լցնում ենք։ Նա Եվ դուք է պատրաստեք համեղ։ Այո, սիրելի հետևորդներ, նույն բաղադրատոմսով եմ պատրաստել։ Ջեմը ի՞նչ ջեմա։ Ծիրանի ջեմա, մի հատ հեսա կտրում եմ։ Այնքան լավ է ստացվում։ Մի ձեռքով նկարում եմ, մի ձեռքով էլ կտրում եմ, դրա համար դժվար է կտրվում։ Թող ձեռքը Լիլի։ Լիլիթը օգնում է ինձ։ Բարակ։ Հա։ Շատ լավ է ստացվում այս բաղադրատոմսով։ Լիլիթի համար բարակ եմ։ Ինչ ես բարակ ուզում։ Նա։ Մի րոպե։ Փափուկ։ Ահա։ Չտեսնված։ Համեղ է, Լիլի ջան։ Ասնեմ իմ հիմնական գործին։ Это что? Եղինջ, դաղդղան։ Սա է իմ հիմնական գործը։ Այն ոգոպնաստիկը խորակալ։ Ոյ, հա, դրա համար եմ ձեռնոցներ վերել։ Մի հատ պատմություն եմ իջել։ Փոքր ժամանակ շենքի հետևը խաղում եմ։ Այնտեղ տաղտղան կար, չգիտեի այդ ինչեր ձեռքերով վերցրեցի, կսեցի մի վրա ու Լացեցիր։ Հիմա զգուշ եղիր, արդեն այդ քեզ խրատ է եղել, այս դաղդղանը ես տեսեք ինչքան եմ քաղել։ Սիրելի հետևորդներ, օհոկին էլ քաղել եմ, հա քաղեցի։ Մամ, այդտես դու խունես կպնես։ Ուй։ Հա քաղեցի, հա ասեցի քիչ է, բայց դե տեսեք ինչքան շատ քաղել եմ։ Հիմա սա ես հատ առ հատ պետք է մաքրեմ, լվանամ, մինչև ինքը կջրազրկվի, ես այդ ընթացքում խմոր կանեմ, խմորն էլ արագ հասունանում է։ Դրա որ խմոր անեմ, այստեղ թասը վերցնեմ ու անցնեմ իմ գործին։ Ես բերել եմ, ես էլ պետք է մաքրեմ, սիրելի հետևորդներ, ասեմ, որ ձեռնոցներից էլ անցել է, մի հատ մտցնում եմ ջուրը, աման եմ լվում, այդ ծակոցը նորանում է, դարդերը թազանում է, այս իրա տոպրակն է, վերջում մնացորդները կլցնեմ, պարտադիր նորից ձեռնոցներ հագնեմ, ոնց էլ չլինի, էլի կպաշտպանի, հոտն էլ գերազանց, այս 3, դե տեսակ որտեղից եմ հավաքել, որտերանքից, ավելորդ այս պոչի մասերը կտրում եմ, ու նայեք սիրելի հետևորդներ, այսպես պետք է թափ տամ, խփում եմ իրար, միջի այդ հողը կամ փոշի-մոշին դուրս է տալի ու ամանի մեջ, ինչքան հատ առ հատ պոկել եմ, այնքան էլ վերցնում եմ ու այսպես թափ տալիս։ Բայց դե շատ համով է այս եղինջով հացը, շատ համով։ Մեկ էլ սիրում եմ այն, որ սնկի սեզոնին գնում եմ սարսունք հավաքելու, այնտեղ եղինջը նոր է էլի սենց դուրս եկած լինում, մեր մոտ արդեն է մի մետրանոց է, այդ սնկի տեղը սարում տենց նոր ծլած է ու ավելի ուտը սուր է, հետ էլ եմ սիրում, բերում եմ այնտեղից, թափ ենք տալի, տեսնենք միջից ինչեր են թափում, ինչեր չեն թափում, քարերի տակից էր, չէ, մաքուր տեղեր, ժայռի տակից, որտեղ էլ բանջարը լինի, անհնարավոր փոշի չնստի վրան, բնությունը անձրև է գալիս, քամի է լինում,
հողը քշում տանում է, տենց փոշի է առաջանում, անհնարավոր փոշի չլինի, համար սենց նայում եմ ուշադիր խոտի մնացորդները, հիմա Երևան արդեն շուկաներում վաճառում են եղինջ, ոնց եմ անում, այսպես վերցնում եմ մաքուր, դե քոնը բարապ մարդու գործը, պիտի խմորն անեի նոր սա, բայց չէ, սա էլ պետք է լվանամ, պիտի ջրազրկվի, ջուր չլինի շատ, այդ ընթացքում նոր խմորը կանեմ, հենց պրծնեմ, լցնեմ ջուրը, խմորը կանեմ, որ ջուրը, եղինջը ջուր կլանում է շատ, ջուրը որ մնում է մեջը, խմորը կարող է թրջվի շատ։ Սիբեխն էլ էր դուրս եկե, հա, այսա մարտի սկիզբ կգնամ են հողամասի վերևները կքաղեմ, զատիկին հոստոտ սիբեխը կլնի, ապրելի 5-ին է, բայց դե մանդակը չեմ կարող ասել, մանդակը հելած կլինի, թե ոչ, ինձ թվում է հելած կլինի, մի ամիս հետո կհալվի էլի ձունը, դե Նազա ջան, ասա, ամպերություն քեզ, Ինչքան է փորձես մաքուր քաղես, մեկը չի լինի, պիտի բերես տունը, սենց հատ առ հատ, թափտաս, անպայման այսպես կանեք, 2 հատ վերցրեք ու այսպես իրար խփեք։ Մի փաստել ասեմ եղինջի մասին, այն որ երեխա էինք, մեր գյուղից ծահասակ կանայք եղինջ էին հավաքում, վաճառում էին ու անդհոտ էլ քաղում հանձնում էին, մտածում եմ, ասում եմ լավ էս, իս ինչա, որ տենց էլ օռնում են, ուտում են, կծան խոտը, այդ ինչ պիտի եփեն, են որ ասում եմ մի զարմացի, են փոքր ժամանակ ինչ չես ուտում, մեծանում ես, սկսում ես ուտել։ Դաժան գործը շարունակեմ, բայց կատակարեցի, մեծ սիրով եմ անում, հետո կտեսնենք։ Եվ մի կարևոր բան էլ ասեմ, սիրելի հետևորդներ, երբեք դաշտից բանջարը, լինի սիբեղ, դաղդաղան, մանդակ, երբեք առանց մաքրել չլցնեք ջուրը։ Այդ վրայի խոտերը, այս չորացած տեսեք, խոտի չորացած կտորները մնալու են մեջը։ Այս վիճակում թափ տվեք, հատ նայեք ու նոր լցրեք ջուրը։ Ինձնից ձեզ խորհուրդ։ Լցրեցիք ջուրը, մնալու է արանքները։ Այն որ հետո էլ եփելուց կտեսնեք ու կհիասթափվեք, կարող է ձեր ախորժակը փակվել։ Եվ վերջին մի քանի հատ եղինջը, սա էլ մաքրեցի, մաքուր, սիրուն ու վերջացրեցին, դիր մաքուր, մաքրած եղինջներ եղավ։ Հիմա սա տանեմ լցնեմ ջուրը, բայց դե այսքան էլ ավելորդ մասերը դուրս եկավ, տերևները, խոտի ավելցուկները, այն ցողունի հատվածներից եմ կտրում մաքուր եւ արդյունքում ստանում եմ այսպիսի մաքուր բուրավետ եղինջներ։ Լցնեմ ջուրը։ Եվ մի քանի անգամ լավ պետք է լվանանք, լուրեք,
Են որ ես ասեմ 10 ջուր, դուք հասկացեք 20 ջուր, այդքան պետք է լվանանք։ Թեյնիկը ջուր լցնեմ, շատ քիչ խմոր որ սարքեմ, թող միանա։ Սրբիչ եմ փռում և եղինջը լցնում եմ վրան, որ այդ ջրային մասը ցամաքի, ջրային մասը ջրազրկվի, այդպես ասած։ Հուսանք, որ կջրազրկվի։ Այս համեղ ռուլետը դնեմ այստեղ, խմորիչը, բուսայուղ, դե աղը այստեղ է, մեկ բաժակ էլ գոլ ջուր վերցնեմ ու գամ։ Մեկ բաժակ գոլ ջուր, մոտ մեկ թեյի գթալ աղ, այսինքն ավելի լավ է թեյի գթալով լցնեմ, դուք չասեք, նոց ճաշի գթալ, ես կեսն էի էլի լցնում, մեկ թեյի գթալ աղ, խմորիչ, մեկ ճաշի գթալ, սովորական լավաշի խմոր եմ անում, կրտնակվող խմոր, մի լավ գթալ էլ բուսայուղ, փափուկ լինելու համար, այս ամենը խառնում եմ ու ալյուրեմ, իհարկե թույլ է խմորը, հեսա մի հատ լավ հարեմ, այս հարելը, այս պահին շատ լավ է, նպաստում է, որ խմորը ավելի արագ ակտիվանա, հասունանա, դե պիտի իրար վրա չէ բերենք, ստացվեց մի հատ գունդ, խմորը թող հասունանա, մի փոքր ալյուր թողեցի, որ կրտնակեմ, բայց սա ամենը չէ, հիմա ես եղինջը պետք է կտրատեմ, սա տախտակը, սա էլ ամանը, հիմա այս եղինջները ես պետք է կտրատեմ, փոքր կտորների, հիմա որ արդեն թրջվել է, էլ ձեռքերս չի ծակում, հարմարացնում եմ շատ, ու այսպես կտրատում, մեկ-մեկ, բայց ծակում։ Արագ վերցնեմ, կտրեմ ու լցնեմ։ Չգիտեմ, դուք պատրաստում եք այս տարբերակով եղինջով հացը, եթե չեք պատրաստում նորություն է, վստահ կարող եմ ասել պատրաստեք ու չեք փոշմանի հաստատ։ Մի անգամ որ սարքեցի, անընդհատ սարքելու եք։ Մինչև էսի կտրատեմ, էլի
միջուկը պատրաստեմ, խմորը կհասունանա։ Արի մի քիչ դու կտրի, հլարի նայ, նոյիլը, դեն մեզ ոնց եմ ձեր, Ձերքերս բան կլինի կտրել։ հո, չես կարող կտրես, վախենում ես, բա իմ ձերքերը ինչի չի դաղում, Դե դու սովոր ես։ հա, Չէ։ որ գրտնակում թխում են, Ահա։ այդ դրանից է, Ամ։ ահա այսպես մանր կտրատում ենք սիրելի հետևորդներ, տեսեք, այսպես հուսա պատրաստել լցնում եմ տեղ, և ոնց որ թե մնաց վերջինները, չէ, երկու անգամ կտրեմ, այսպես հավաքում եմ ու գնաց, մեծ կտորներ պետք է չթողեմ, էլի, կտրելուց հետո մի հատ էլ ուսումնասիրում եմ, ստուգում եմ, նոր, ահա, ես էլ այսպես, և ուռա, մնաց վերջի է սրանք էլ հավաքենք, ես մի երկու փշուր մշուր, նորից կտրեմ ու պրծա, ահա, ես էլ սենց, վայ, վերջապես կտրեցի պրծա, սենց մի կով, դե անեմ մի լավ սոխ առած պետք է անեմ, մաքրեմ, երկու գլուխ սոխը, այսքան եղինջին բավական եմ, հենց այս տապակի մեջ է սոխ առած կանեմ, ուրեմ մանր, փոքր կտորներ, հա, շատ մանր կտորներ, են որ տեսեք սենց շերտեր եմ անում, այսպես ավելի մանր կլինի, քան տախտակի վրա իմ կարծիքով, դե միշտ էլ ես այսպես եմ, չէ, կտրում, չափ մանր կտրատեցի, աշկերս էլ մռմուրը տարավ, և սոխառածը պարտադիր բուսայողով եմ սարքում, մի լավ բուսայող, մի քիչ ամանիշ չափը մեծացնեմ, որ խառնել լինի, աղ եմ լցնում, մի հատ սենց խառնում եմ, աղը քիչ եմ լցնում, որովհետև մի փոքր աղը շատ աղի է դարձնում եղինջին, շատ աղի չլինի, այսքանը վերջ, կարմիր պղպեղ եմ ավելացնում, մի գթալ էլ տոմատ, կավ խմորը, տեսեք ինչ լավ հասունացել է, մի փոքր ալյուր այստեղ, և այս լավ հասունացած խմորը լցնենք այստեղ, որ գնդեմ, ինչ լավ է եղել, սոխառածը աշկի ճոթով նայում եմ, Այս բան էր, ես էլ են որ համեղ ուտելիք ուզում ես ուտես, այսքան տանջվում ես, ոչ մի բանն էլ հեշտը չի, չէ, ոչ մի բանն էլ հեշտ չի, սիրելի հետևորդներ, մի գթալ էլի կարմիր պղպեղ ավելացնեմ ու անջատեմ,
մի հատ սենց խառնում եմ, տոմատ, մոմատ, ցնում եմ այստեղ, եղինջով հացը այս ձևով եմ սարքում, այս համեմունքով, մի հատ էլ այսպես լավ ձեռքով տրորում ենք, տեսեք ինչքան նստեց, որ բոլոր համերը միախառնվեն, պարտադիր պետք է ձեռքով այսպես Եվ այստեղ օգնության է ինձ գալիս այն սովետական հին տապակը, թավան, չուգուն է, ժառանգություն ստացած։ Այս տապակը կիսուրս է տվել ինձ։ Ես էլ պահպանում եմ խնամքով, սենց բաների համար շատ լավ է, ինքը չուգուն է, թավա է, որ տաքանում է, վրան էլ լինում է հացը թխել, լավաշ թխել, բա, 2, 4, 6, 8, 10, 12, 14 սատ, և սա պետք է բաժանենք 14 գնդերի մեջ, որ սա տեղավորվի, եթե պակասեց խնդիր չի, լոշիկներ եմ սարքում, բայց դուք նկատեցիք, որ իմ ձեռքերը ամբողջությամբ ալերգիա դուրս տվեց դաղելը, կարմրեց։ Բարակ կտականա, ես արդեն սկսեմ գրտնակելը։ Այս գործն էլ հանգիստ է սիրում։ Հանգիստ չէ, պտի շտապենք։ Քիչ կամացանը։ Լիլիթ, այ Լիլիթ, ահա, ինչ էլով գրտնակվում է, աշոտը զարդուն, հլը նայի, ես սենց, այս չապը լավն է, սա սարքեմ, այս կողմի վրա դնեմ, հենց ինչ լավ է գրտնակվում, որ նեղություն չես կրում, հա, ինքն իրան հանգիստ բացվում է, երկու հատ անեմ, երկու եմ թխելու, ես լցնում եմ եղինջը, մի լավ եղինջ եմ լցնում, տեղը տեղին են, ավել լավա շատ լինի, ու տես բերում եմ վրա, չէ բուրեկի պես, եզրերը կպցնում, սա այսպես, հիմա երկրորդ է, սա այստեղ հիմա երկրորդ է, եղինջը տրորեցինք, կանաչ գույնը մքացավ, ամել բաներ են չէ խառնել, տոքո, որ սենց մեկ, տեսնում եք չէ, չապի եմ անում, որ տեղավորվի, 2 ու թո թխվի, մի հատ նայենք, ինչ կարծիքի եք, չէ, թողեպվի, թողեպվի, նազոն է այստեղ գրտնականի, վարպետ գրտնակարող, աշխատողներ չեք ուզում, գիտեք չէ, ինձ ենքան են կան չէ ժամանակին փուրը աշխատելու չեմ գնացե, որտև
Գիտեմ ինչ դաժան աշխատանք է։ Փոքրուց Մի հատ թեքվենք այս կողմ, դրանք այստեղ ինչ է կատարվում է, ոպ, տեսեք եփել է, դժվարը առաջինն է, էսա, արդեն կլինի, և սա վերցրեցի, սա էլ, ոյ, ինչ լավ, եփվել են, ես էլ, Եվ ես անցնում հաջորդին։ Որ լավ եփվի, ես ես երկու հատը կարամ լցոնեմ, մինչև նրա կողքը կկարմրի։ Սա շուռ ենք տալիս, ոպ, ինչ լավն է, արդեն տապակը լավ իրա հունի մեջ, մի հատ եշն չուտեմ, նույնիսկ հասցնում եմ ուտեմ, Սա պետք է տակ-տակ ուտես։ Ես էլ եղավ, դե նազո հասցրում։ Եվ ես էլ կհասցնեմ, ինչ ա եղել։ Ես իմ ռաշչոտը չեմ կորցրել։ Опа. Ահա։ Երկու հատին չի հերիքելու։ Ինչ լավ եղավ։ Ես էլ, և հաջորդը, ապա։ Լավաշիկ կանեմ, լոշիկներ, լոշիկ։
Եւ վերջինները օբլա լավաշիկը ցաուրետ օպլա հիշեցինք այն մութ ու լույս խավար տարիները երբ որ թխում ենք փուչիկ սել հացերը եղենջով Էսը լավաշը Կեց Հետևորդներ թխեցի, վերջացրեցի, բայց լավաշները նայեք ինչ լավա եղել Ընտիր, մեկ որ հավեսս գալիս է, պատրաստում են, դուք էլ կարող եք պատրաստել տնային պայմաններում լավաշներ Ահա սիրելի հետևորդներ, սա էլ իմ պատրաստած եղինջով հացը Հիմա նստենք ու վայելենք Ձեզ ասում եմ բարի գիշեր, լավ եղեք, առողջ եղեք և դուք էլ պատրաստեք այս բաղադրատոմսով